Ինչու են ՏՏ ոլորտի ուղեղները արտագաղթում Հայաստանի Հանրապետությունից։ Հետաքրքիր պնդումներ եք էլի անում։ Կարճ ասած համաձայն չեմ հենց այդ ձևակերպմանը, որովհետև կան ցուցանիշներ, ես առաջիկայում պատրաստում եմ դրանք հրապարակել նաև 25 թվականին ինչ դինամիկա ենք ունեցել, տեղաշարժեր միշտ լինում են, հատկապես տեխնոլոգիական ոլորտում դա դինամիկ շարժում է, դինամիկ։ Ֆրիլանսերը կարող է ուղղակի մեկ օրում որոշել, որ այլևս ուզում է ծովափնյա քաղաքից իր աշխատանքը կատարել, որտեղ իր համար կարևոր է ծովը, արևը եւ արագ ինտերնետը։ Անվանենք ուղեղների արտահոսք, չգիտեմ, փաստի արձանագրումը կարող է այդպեսին լինել, բայց ինքը կխեղաթյուրի իրական պատկերացումները մեր հանրության շրջանում։ Տեղաշարժեր լինում են, որովհետև նաև ծովափնյա արևոտ երկրներից տեղափոխվում են նաև Հայաստան գիտությամբ զբաղվելով, R&D գիտահետազոտական աշխատանքներ անելով եւ ընդհանրապես տարբեր տեխնոլոգիական ընկերություններում ներգրավվելու։ Այսինքն սա մակերեսային ձևակերպում է, որ կա տեխնոլոգիական ոլորտում ուղեղների արտահոսք, որտեղ ներհոսք էլ կա, եւ սա տեխնոլոգիական կյանքին, աշխարհին շատ բնորոշ մի բան է։ Ու այն դինամիկան, այն ցուցանիշները, որոնք որ մենք հավաքագրում ենք, մենք տեսնում ենք, որ տարեց տարի ավելանում է։ Այս պահին պատկերացրեք ունենք ավելի քան 55,000 մարդ ինժեներ ծրագրավորող ոլորտում, 2000 կարճ ասած գալի տեմպերով աճ ունենք։